Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ իրավաբան, հասարակական գործիչ, գրող հրապարակախոս, համաշարժման հիմնադիր Հայկազ Մակարյանի։ Բարև ձեզ Հայկա, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Սկսենք հետևյալից։ Ադրբեջանը նոր ստատուս քվո է ստեղծում տարածաշրջանում, այս մասին հայտարարել է Ալիևի օգնականը Արցախում էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտում Արցախի պետական համալսարան օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցի ժամանակ։ Հայտարարել է, որ Ստեփանակերտը, այսինքն Ստեփանակերտը Ադրբեջանի պատմության հնագույն եւ նշանակալի բնակավայրերից մեկն է եւ նրանք կյանքի են վերադարձնում Խան Քենդին։ Հաջիևը խոսել է նաև Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների, Արցախի ղեկավարների պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինց ու քրեական գործերով դատավարությունների մասին եւ պնդելով, որ պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործների համար պատասխանատուները այժմ օրենքի առաջ են կանգնել։ Հուսով ենք, որ թափանցիկ եւ բաց դատական հետաքննությունների արդյունքում արդարությունը կվերականգնվի։ Հա, իրանց մոտ է արդարը։ Մեզ զրպարտող, մեզ հայության հանդեպ այսքան ատելություն եւ այս ամենի ֆոնին, թե ինչ է ուզում Ադրբեջանը մեզանից, մենք հիմա դա կքննարկենք, բայց դրան զուգահեռ մեր պատկան մարմինները հանձինս վարչապետի արտգործնախարարի հայտարարում է, որ Արցախահայության օրակարգը անկասելի է, որ էսկալացիա Հայաստանի, բացի շեղվել է շուտ բանից ասել Նիկոլը, բայց էսկալացիա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ այլևս չի լինելու։ Այս ֆոնին միջոցով ես հեսա սկսեմ հենց այդ հարցին պատասխանել այ հետեւյալ բանով։ Վնազեր բարանները 57-ամյա կնոջը բռնաբարել, խոշտանգել եւ սպանել են, որի մարմինը գտել են 1 տարի հետո եւ ներկայացել են, որ դրանք իբր թե հայերն են արել եւ արել են ադրբեջանցի կնոջ նկատմամբ, այնինչ դա հենց մեր հայրենակցուհին էր, այս կապում եմ էլ, այս ամեն ինչը զուգահեռականներ եմ տանում։ Այս ֆոնին, երբ որ Հիկմետ Հաջիևի մասին այդ սրիկայի, որ խոսում է տենց հայտարարություն է տարածում, այս ֆոնի վրա ես ուզում եմ հատ այս տեսարանը, իմիջիալոց այս տեսարանը թես իմեջում տեղադրել եմ, ու նմանատիպ այս տեսարաններ են երկու եղբայրների, որոնց ուղարկավորեցին Մասիս քաղաքում։ Ու սա նմանատիպ մի շարք դեպքեր, հազարավոր, հարյուրավոր դեպքեր։ Ծեզ, ջարդ, խոշտանգումներ, մինչև օրս 1000-ից ավել 1016 թե 1020 հոգի անհետ կորած մեր հայրենակիցներ, ով գիտի մեկը գերության մեջ, մեկը խոշտանգված, մեկի մարմինը չկա եւ այլն եւ այլն։ Այս ֆոնի վրա դες այն օրը գրել եմ խաղաղության ջատագովներ, իմիջիալոց ամենասրա ողբեր գալի այն բացական առավելություն այդ մարդկանց հանդեպ այն է, որ այդ մարդիկ հիմա նաեւ մամուլով, հրապարակային կերպով այդ Օվերտոնի պատուհան ասված միջոցով մի սկսում են ժողովրդի ականջին նստեցնել, լսեցնել, որ պետք է գնաք այդ խաղաղության օրակարգով։ Ես ասեմ ավելին, ես մի երիտասարդի գիտեմ, որ կռված պատերազմի թոհուբով անցած մարդ, որը որ ապրում է հենց Թուրքիայի սահմանում։ Մի առիթով երեք խոսում եմ հետո, ասում է, Հայկած ասում ես պատրաստ եմ Թուրքիա հետ աշխատեմ, համագործակցեմ, եւ ինձ համար զարմանալի նաեւ, որ այդ ասում է մի մարդ, ով որ ժամանակին ես իրեն այդպես եմ այնպես ճանաչա հայրենասիրության տիպար, որ ինքը պատրաստ է Թուրքիա հետ երիխոսության գնա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի իման վրա նախ այդ հնարածին անունը այնքան իմիջիալոց մեր հայրենակիցները այնքան ամբարիշտ են, որ իմ ասած բառը որ ասի Խանքեդնի ասին Հայկազ Մակարյան Ստեփանակերտի Խանքեդնի ասել։ Այսինքն մեջբերում կատարեցի ալի, որ հնարածին բաները, երեք հայկական քարտեզներ են, քիչ մեկ որ այդպես քարտեզը ցույց տվեցին։ Նորից այդ քարտեզը գցում են կեղծ անուններ, Էշթաղակ, Թեղին, Բասարգեջը, այդ կեղծ տեղանունները նորից գցում են բանի վրա, իրենց այդ կայք էջերում, ու սկսում են ամբողջ Հայաստանի գլուխը վիզը ներկայացնել որպես ադրբեջանական պատմական քաղաքներ։ Իմիջիալոց ես մի օրինակ բերեցի, որ երեք Նարան Խանգայը այն Ղազախ բլոգերը Այդ մարդը նույնիսկ ինքն էր բերնով խոսում ադրբեջանական վայրագությունների, ֆաշիստական ատելության եւ այդ նեոֆաշիզմի մասին, հատկապես իրենց Ռուպեր Քյամրամ ռազմավար կոչված այդ ստահակի բերբերն շուրթերից։ Հիմա այս ֆոնի վրա Շուշին ասում են Շուշա, Ստեփանակերտին ասում են Խանքեդնի, ոբշեմ ամեն ինչին տալիս են անուններ։ Իմիջիալոց դիվանագիտական կորպուսին էին հրավիրել բան Ստեփանակերտ, ինչու ես չգիտեմ այդ որ դիվանագիտական կորպուսն է։ Ասում են հեսա ջնջում են ամբողջ հայկական հետքը Խաչքարերի վրայից, Խաչերը, ամբողջ եկեղեցիները ավերվում է։ 16000-ից ավել հուշակոթողներ Խաչքարեր եկեղեցիներ են մնացել։ Արդեն ասում է կեսից ավելը չկա։ Ոչնչացնում է բառի բուն իմաստով, որն էլ որ կա,
ներկայացումը ալբանական եկեղեցի։ Իմիջիայլոց ես մեռա ասելով, որ մի հատ մեր պատմական գիտությունների դոկտորները, պրոֆեսորները, ասում են մենք բոլորը գիտենք, այ մարդ բոլորը գիտեն, չգիտեն, դուք չեք դնում հակադարձում։ Ինչի՞ չեք ստեղծում հատուկ, այսպես ասած, ռոպագանդական խումբ, որը որ աշխարհին լսեցնի, որ դա հեքիաթ է, հերուրան։ Դե եթե լսեցնենք պատերազմ կլինի։ Այ մարդը ասիկը մի վախը երկու հաջորդի լեզ։ Այդ արդեն այն դե հենց այդ հոգեբանությամբ շարժվենք, որ ցես ակամներին այդ տեսնես։ Դե այդ հոգեբանությամբ այնքան վախենակ ամեն ինչը լինելու է։ Հիմա որ էսի չտանք, էլի պատերազմ կլինի։ Ալևը ասում պետք է Երևանը տա։ Երևանն էլ է ուզում տվեք, թող պատերազմ չլինի։ Ինչ չենք տալի Երևանը։ Ասում Երևանն էլ տվեք, հələ ինտեր կեղծում է։ Այդ տվեք թող չլինի այդ հոգեբանությամբ եք շարժվում։ Հոտ ասելով չի Ալևուն դրան շուններ, որ այսօր մեր վրան մատ թափտար, մեր վրան ընդհանրապես այդ մարդու ծպտունը հիշում եք 17-16 թվականին ասում էր ինձ կուլիսները տեղում ստիպում են որ ես ճանաչեմ Արցախի ինքնորոշման իրավունքը։ Բայց սով կանգնած Նիկոլ Փաշինյանը ասում է լեկտի սուտ ասաղ ես ասում իշխանությունները նախկին այն որ սխալ բանակցային գործընթացներ են տարել, դառնում կասկած չկա։ Բայց որ ասում աշխարհը չէր ճանաչում լղիմա Ումեն 7 շրջանը մեռանք ասելով որևիցե աղերս չուներ այդ բանը լղիմ ինքնորոշված միավորի մարզի կամ չգիտեմ տարածքի հետ որը պետքա դառնար իմ կարծիքով Հայաստանի անկախների մասը պետքա դառնար պետք է ճանաչվեր Մինել այդ դրա դեմներս ասում ձերներ ճանաչեիք այն ժամանակ է Սերժ Սարգսյանն էր ասում որ ճանաչենք պատերազմ կլինի էսի չեք խոսում Սա վտանգավոր հայտարարություն է, չի չեք ասում, ուզում եք այսպիսի սադրիչ բաներ անել, ստեղծել, որպեսզի բախում լինի։ Համ դուք չգիտեք, ես մեռա ասելով, որ այդ մարդիկ գիտեին, որ վաղ թե ուշ Ադրբեջանը հարձակվելու է։ Մի քանի օր լրացավ Մարաղայի ջարդերի օրը։ Հիմա հարցս տալիս եմ, լավ, ես 90 թվականին եղել եմ 3 տարեկան, 3-4 տարեկան։ Լավ, դուք ապրել եք ադրբեջանցիների հետ, Սամվել Բաբայանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, դե Լևոն Տեր-Պետրոսյանը օտիդո գիտի իր Դուք չգիտեք, որ իրենց հետ առհասարակ համակեցությունը որպես այդպիսին Նիկոլ Փաշինյան ասում է առևտուր կարան կանեք, էս կարան կանեք Նիկոլ Փաշինյան գնա դու լամատ փորձի առևտուր արա Այն նոր դու Փաշինյան երգը դնելու են քեզ ծաղրեն ծաղրոտ են անում էլի քշեր ցերեք ապարում են այդ մարդիկ տեղից այդ ազգը հոգեխանգարված շիզոֆրենիկ ազգ է Ադրբեջան կոչված ինքնացին ազգ Հիմա մենք ինչ սրտով պետք է գնանք հասնենք ադր Ես մոտ հարց եմ տալի ժողովուրդ Այս աշճանի մենք բարոյալ եկվել ենք, որ այս աշճանի ընկել ենք, որ այդ կեղծ նարատիվներին կեղծ թեզերին ենք հավատում, եւ դուք լայք են նաեւ դնում այնպիսի մարդկանց, այսինքն մատ են դնում, բութ են դնում այն մարդկանց, ովքեր ադրբեջանական ռոպագանդան են առաջ տանում, ովքեր ադրբեջանական խայտարակ ռոպագանդան առաջ տանելով ադրբեջանական ջրաղացի եւ այդ լրատվական այնպեսի ջուր են լսնում ընդհակառակ ադրբեջանցիները այդ մարդկանց ներկայացնում են որպես հերոսներ եւ որ իրենք էլ ադրբեջանցիների կողմնակիցն են այդ կեղծ ռոպագանդիստները որ պետք է լինի խաղաղություն մեկը կա Թուրքիայից մեկը կա ստեղից բայց քաղաքական գործիչ կա Գալստուկով ասում ուզում եք բան անեք մեր սեփ խրեք բահերիկ չես դարավոր բարե թշնամակապտի բարե հա բարեկամություն անեք այդ նույն ֆոնի վրա Թող հрьяաները մոռանային ցեղասպանության մասին, հոլոկոստի մասին, ասեն գիտեք ինչ կա մենք երրորդ ռեխի իրավահաջորդի հետ, պատրաստ ենք բարեկամություն ունենք, բախի չարեցին բարեկամություն։ Այդ նույն սկզբունքով այն Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանությունները, լավ Լեմկինի ինստիտուտը մեռավ ասելով, որ եղել է էթնիկ զտում, եղել է ցեղասպանություն Արցախում, եղել են ջարդեր։ Հիմա այս ֆոնի վրա որ ասում ստատուս քո, գիտեք այդ ստատուս քո որ ինչա լինելու։ Որ այդ ստատուս քո հիմա վրա Իրանք էլի պարզ Ադրբեջան ասում դա իմ տարածքներն են, հիմա բերելու են այդտեղ վերաբնակեցնեն, էս անեն, այն 120,000 բնակիչ ունի Արցախը։ Դու գիտեք ինչքան պետք է 90-ականից էր Արցախում բնակչությունը, ասեմ ինչքան պետք է։ Ամենամեծ մեղքը, որ այն նախկին ներկա իշխանությունները ալեն, գիտեք որն է։ Դա չեն վերաբնակեցրել։ Ծնելիությանը չեն խթանել, ընդհակառակ հիմա էլ որ մարդ է ծնվում, թե Հայաստանում, թե ժամանակ նաև թե Արցախում, մատ հաղորդում կար, ասում են, «Քեք այդքան երեխա ունենում»։ Քեք այդքան 16 տա դու փող չես կարող պահել, բայց սոցիալական երկիր դուք պետք է խրախուսեք, որ այդ մարդուն դուք պետք է ֆինանսավորեք այդ մարդուն որ պահի։ Այս ինչ կեղծ դառը 3 միլիոն 150,000 ենք ըստ պաշտոնական տվյալների։ Հələ այս թվի վրա եմ կասկածում։ Բայց Նիկոլ Փաշինյանի այդ մարդիկ որ կողմնակիցները ոչ մի նախարարություն չի պատասխանում, ոչ մի աշխատանքային ժամերի փորձ է գնալ, կես ժամ զանգվես միջև են դնում ես։ Դուք դրա մասին եք ոչ թե Ադրբեջանը խաղաղության օրակը, խաղաղության օրակը գոյություն չունի։ 2 տարի առաջ ամբիոնից ասացի, Ադրբեջանը նվաճելու է Հայաստանը, պայմանագիր չի եղել, գոյություն չի ունեցել։ Եվ այն իրավաբանները, քաղ տեխնոլոգները, վերլուծաբանները, որ ասում են պետք է հիմնվել նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա,
որ պետք է փաստաթղթով Ադրբեջան այդ փաստաթղթով պետք է բաների արցախցիներին մենք տանենք Ադրբեջան այնտեղ ապրեն։ Եղբայր հարց եմ տալիս որ փաստաթղթով եք դուք տանում այդ իրավի, այդ մարկանց այնտեղ։ Դե գնացին մարդիկ։ Երբ գնացին։ Արցախցիները միջև արտագաղթելը հայաթափումը Հա, հետ չգնացին։ Ուր գնացին։ Արցախ հետ չվերադարձան։ Միջև հայատ ինչ եղավ հետո այդ Դե դրա համար եմ Հետո ասում, ինչ եղավ։ Այմատ դուք պայմանական եք ասում գնացին, բայց ինչ եղավ։ Իրանց կարան էթան, հիմա էլ կարալիև ասի ես թողան իմ պասպորտ, հիմա էլ չի ասում եկեք, բայց ինտեգրվեք։ ինչա լինելու իրենց հետ հետագայում։ Դե բոլորը Եթե պետք է ստանում են։ ծեծվեն, մորթվեն, ջարդեն, սպանվեն, Սումգայի, Բաքու, Մարաղայի ջարդը։ Արցախին չի գնում առանց երաշխիքների։ Երաշխիք տվող, երաշխիք գոյություն չունի։ Դա կեղծ օրակարգ է, հիմարություն է, դա գիտություն է։ Թուրքի հետ չկա երաշխիք։ Էլ ոնց ասեմ որ հասկանան մարդիկ, չկա Թուրքի հետ երաշխիք։ Թուրքի հետ երաշխիքը կեղծ օրակարգ է։ Թուրքիան, Ադրբեջանը ցանկացած հիշեք, Ադրբեջանը հետո որ պայմանագիր է կնքում, Թուրքիը որ պայմանագիր է կնքում, ռուս-թուրքական պատերազմները։ Միշտ ռուսների թիկունքից խփել են։ Չկա պայմանավորություն, Թուրքիան ամենակեղտոտ քաղաքականությունն է վարում։ Էլ հերիքա ներանք ասելով պան Թուրքիա, հա, գիտեն պան Թուրքից։ Որ ասում եք, ինչ կարծիք եք։ Կներեք են Ռուբեն Մելքոնյանը կանում է թուրքագետ, մեր հարգարժան դասախոս, ասում է Թուրքիան վարում է հակահայկական քաղաքականություն։ Պարոն Մելքոնյան, Թուրքիան երբ էլ պրոհայկական քաղաքականություն վարել։ Դա ասում ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Այն Թաներ Ռակչյան կար թույլ ցեղասպանագետ, Օրան Փամուկ կար, Ռոբերտ Մրցան։ Այդ մարդիկ ասին ցեղասպանություն եղել է եւ այլ։ Մարդկանց քիչ եմ սպանեին, փախան։ Դեմիր Թաշին բռնեցին, որ ասեց ցեղասպանությունը եղել է քուրդ այդ բավարարական կուսակցություն։ Հիմա ինչ են արել, քրդերին են քաշել իրանց կողմը, Աբդուլլա Օջալանը ասում է զենքերը վայ դրեք, հանձնվեք, միաբանվեք Էրդողանի, այսպես Աբդուլլա Օջալանն էլ է գլխին տալու բանտում ու շարնելու։ Այդ վիճ չեն քրդերին խափել, կոտորե բանարը։ Հիմա վերադառնանք նոր ստատուս քվո գոյություն չունի։ Ադրբեջանը եթե ստեղծում է, որն է մեզ համար վտանգները։ Վտանգները հետևյալն է։ Ժողովրդին բերում են այդտեղ բնակեցում, ստատուս քվո մենք գիտենք ինչ, այսինքն արդեն մարդիկ այնտեղ իրանք բերում են այնպեսի իբր թե կարեկանում եմ այնպեսի մարդկանց, ովքեր որ ինչ էին ասում, դարավոր այդտեղ ապրել են եւ այդ մարդիկ արդեն այսպես ասած ասում են իրանք դե որ հայերը խոսում են ռեֆերենդումից, ինքնորոշման իրավունքից, այդ մարդիկ ինքնորոշման իրավունքի սկզբունքով էլ հենց իրանք պատմական, այսինքն իբր թե մենք իրանք այնտեղից բան ենք արել, հանել ենք, այնինչ որ նայենք միշտ այդ տարածքներում մեր պատմական հողերում, Արցախ աշխարհում, Արամանյակի երկրում, այո, ապրել են 80% հայեր, 80-ից 90% հայեր ավարներ, ուդիներ, լեզգիներ, թաթաներ, թալիշներ, որոնք որ ազերբայջանցի չեն եղել։ Կարեկանում եմ Ադրբեջան ատրպատական բառից է, ատրպատեն բառից է, որը որ բացատրում են Ադրբեջանի հետ որևիցե աղերս չունի։ Այդ հետակայում են իրանք բերե 18 թվի սարքի Ադրբեջան։ Այսինքն մենք ստատուս քվոն դա կեղծ օրակարգը սրա տակ թաքնված է վտանգավոր, շատ վտանգավոր, ես կասեմ ճառագայթային զենք, որը որ լուրջ հետևանքների փոխաբերական իմաստով իհարկե լուրջ հետևանքները տալու հարվածները հասցնելու նաև հետագայում մի շարք հարցերի հետ կապված, հատկապես նույն Արցախայության վերադարձ հետ կապված։ Հա մարդիկ որ գայթում են, հիմա բոլոր այդ հալոնետաներին մեր օկուպացված իրենց կողմից օկուպացված մեր տարածքներում, կրկնում եմ մեր տարածքներում Նիկոլ Փաշինյան։ Հայ Արցախը դա մեր այդ հարցը փակված չի։ Այդ որ այնտեղ ապրեն, Արցախին թողա որտեղ ապրի։ Արեստական կոնֆլիկտի է տանում Ալիևը, ասենք տարա, բա որ կատուն գայինց վրա, այն մկների ժողովի նման։ Այդ հոլեն որտեղ ապրեն արցախցիները, այն տներում, որոնք որ պետք արդեն կեսը քանդվել է, կեսն էլ զավթվել է։ Կարելի ասել ամբողջն է քանդվել, եթե կա։ Ես հլային ինչ Ստեփանակերտի մասին եմ խոսում, այդ բնակելի շենքերի մասին, որ արդեն ազգային ժողովի շենք սա քանդել։ Բնակելի շենքերն էլ կան արդեն քանդել։ Կեսը քանդել են, կեսը մնում, այս համարենք բոլորն են քանդած։ Համարենք բոլորն են կա, որտե պետք է մնան այդ արցախցիները։ Գառանցյան Ալիևի տված Գառանցյան, էդի դրան քուչի շան տված Գառանցիա, փողոցի շան տված Գառանցիա։ Ալիևը մեկելնի Ալիևին է շիզոֆրենիկին այդ դիկտատորին Գառանցիա, դա վայրագ արնախում, որ պետք է Հագայի դատարանում կզած տնկաչոք տանեն մտցնեն Հագայի դատարան քրեական։ Ալիևը դուք Ալիևի Գառանցիան եք միջև որս էլ հավատում։ Այդ հեքիաթներին ու նարատիվներին եք հավատում։ Թե ով է հավատում, դա ժամանակը ցույց կտա, բայց Նիկոլ Փաշինյանի պատգամավորների միջոց Արսեն Թորոսյանն էլ հավատում, այն բանը Մխիթար Հայրապետյանը երազում էր Թուրքիայում դեսպան լինել, գնա դեսպան երիտասարդ։
Դուք շատ բան կերազեք, ձեր այդ թրքասեր, թրքահաճո, թրքապաշտ հայտարարությունները ինձ համար զարմանալի չեն։ Ես մենակ ժամանակին աթոսում եմ, որ 18 թվականին, այսինքն ես չէ, շատերը կանեն, ուղարկե 18, 19-20 թվականից արդեն ես իմ ըմբոստություն ու խոսքի բանը ցույց էի տալի ձեզ։ 20-ից հետո ընդհանրապես ձեր վարդի խաչ քաշեին բոլորը։ Ես կարծում եմ, որ Արցախյան Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Ղարաբաղյան շարժումը շարունակվելու է, միջելոց լավ մոռացանք դրա մասին։ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան շարժումը, նա Ղարաբաղյան չէ, Արցախյան շարժումը իր հոր տնից չի բերել, ոչ էլ իր պապու Դուքյանից է բերել, ոչ էլ իր թողած ժառանգությունն է։ Դա ժողովրդի ազգի կանչն է, զով պրեդկով, մեր պապերի կանչն է, դա մեր անցյալի, ներկայի ու ապագայի ձայնն է։ Արցախի համար նախ ժամանակին պայքարա տվել Գարեգին Տեր Հարությունյանը, Գարեգին Նժդեն նույն ինքը։ Արցախի համար պայքարա տվել Լեոնիդ Ազգալդյան, Թաթուլը Կրպեյան, Վիցյան Այվազյան, Եղազնիկը Միքայելյան իմ համակարգացի աշտարակից։ Այդ մարդկանց Մոնթեն Մելքոնյան, հա? Բեկորը Ղուլյան Աշոտ ասեց, եթե Արցախը ընկնի լինելու քաղաքական խաղերի պատճառով, օղորմի քեզ Ղուլյան Աշոտ ջան, մեր բեկոր։ Հիմա դուք ով եք կամ Վազգեն Սարգսյանի թողած ոսկե պատգամը օղորմի քեզ Վազգեն Սարգսյան։ Ոչ ոք այդ երրաբլուրի տղաների արյան ներկով գույնով ներկված այդ կարմիր կակաշներ երգել կասեցի։ Այդ դաշտերը որ ներկված են, ոչ ոք իրավունք չունի փակի, դա բան չի, ծրար չի փակես դնես ծոցդ։ Դա պարկով կարտոֆիլ չի, դա կրկնում եմ անշարժ գույք չի կամ շարժական գույք չի որ դնը փակես։ Բայց հիմա եթե չի փակվում այս շարժումը եւ պետք է լինի շարունակվի։ Շարունակությունը Կներեք 94 թվականին որ Ադրբեջանը մեր հետ զինադադար էր կնքել ոչ թե կապիտուլյացիա, ինչը պետք է կնքել, այնինչ պետք է կնքվեր կապիտուլյացիա։ Ադրբեջանը ինչ արեց, քանի 20 քանի տարի ինչ արեց։ 90-ականներն եւ ներկայիս ժամանակները ոչ, ժամանակները փոխվել են, այո։ Բայց ժամանակ մենք ուժեղ էինք։ Ուժեր շատ լավ բան ասացիք, այն ժամանակ մենք ուժեղ էինք, բախի չպարտադրեցին կապիտուլյացիա։ Ես չգիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցնել։ Ինքը միշտ ասում էր, ինչ եք խոսում, Պետրոս, տղա եք մի տվեք։ Բայց պետք է տակ է թողերը։ Ասում էր, չէ 16 թվականին Կենտոն հեռուստաընկերության։ Մի բան գիտեր, այդ գնացեք Լևոնին հարցրեք, Պետրոսյան, Տեր-Պետրոսյան։ Իրանց շեֆին։ Արցախի հիմա չտալու մեռը ասելով։ Պարոն Բազյանն էլ է ասում, չէ, եկեք հավաքվենք։ Ալբերտ Բազյանը լավ անում ասում է, ես բան չասեցի։ Տակերը կընկնեն, նորից հետ կգնանք, նորից։ Չէ, Ալբերտ Բազյանը ասում է, ես Ալբերտ Բազյանին ճանաչում եմ, անձամբ եմ ճանաչում, ծանոթացել են։ Այդ մարդը ուզում է մի բան անի։ Դե գիտեք, Ալբերտ Բազյանն էլ են քաղաքապետեղած ժամանակ Քոչանի տուժածներ։ Այս պարոն Բազյանը իմ անգամ մի հարց տվեց, ասի պարոն Բազյան, տենում եք ասպես, ասում բոլորին դեմ ես հայկած, ով գա, ասում եմ, մեր նման մեկը։ Մեր նման այնպիսի մարդ, ասենք իրան էլ շատ մարդիկ կան, որ չեն սիրում, կամ ինձ էլ կան, որ չեն սիրում, բայց գա այնպիսի մեկը, ով որ իրական հետագից ունի։ Այս մարդիկ հետագից չունեն։ Կյանքը բացում ես փուչ, այսինքն այդ բան չկա գրած իրանց կյանքի մեջ։ Արցախյան շարժումը նոր թափ առնելու։ Եվ երբ որ ես ասում եմ Հայաստան-Արցախ միացյալ արժեքների զարգացման շարժում, տեսնում եք հիմա Արցախցու հանդեպ Այսինքն ինչպես է նոր թափ առնելու։ Ես շատ այնպես լավ հարց տվեցիք։ Ուրեմն տեսեք, Հայաստանի Հանրապետություն, ես անձամբ իմ բոլոր ուժերը ներդու, իմ ամբողջ յուրով սան հնարավորությունը օգտագործել եմ։ Հիմա հանրության հարցն եմ տալիս։ Այսքան երեխա է մնացել, դրանց էլ եք տանելու։ Այդ որ հանրություն, մի րոպե։ Այդ հանրությանը մենք պատասխանում ենք հետևյալ կերպ ենք պատասխանում։ Այդ հանրությանը մենք պատասխանում ենք հետևյալ կերպ։ Եթե դու ոչ միայն կարող կա դիվանագիտություն եւ ստրատեգիա։ Եթե դուք խոսում եք ձեր երեխաների, իմ երեխայի եւ բոլորիս երեխաների անվտանգության մասին, հիշեք մի բան։ Եթե 300,000, ինչպես իրենք են ասում, կեղծ օրակարգով բերված, կեղծ գոյություն չունեցող Ադրբեջան եզրույթ օգտագործող Ալիևյան ռեժիմը փուլային տարբերակով մարկանց մցրեց Երևան, ես ես վստահեցնում եմ, այդ նույն սպանդը, քաղաքացիական բախումները, ծեծն ու ջարդն ու մորթը լինելու այստեղ Երևան քաղաքի մատույցներում։ Դուք հիմա հարցին հարցում են պատասխանում, դուք ուզում եք դա տեսնել, թե ոնց են ադրբեջանցիները գալի վերաբնակեցվում ճակերտների մեջ, իրենց ոչ այսպես կոչված հողերում, որպեսզի վերջում էլ այդ զինվորա մահացած տղաների միջելոց ծնողները բռնեն սպանեն, մեկը կրակի, մեկը տարակը, որովհետև արյան ծարավը վրա դուք ո՞նց եք պատկերացնում, այդ գալացողների մեջ ադրբեջանցին զինվորներ են, չէ՞ լինելու, դեմքերի իդենտիֆիկացիա։ Բայց արևմտյան Ադրբեջան չի լինելու։
Ով ասում չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը այդ որ մի ասացնա ճիշտ իրականում։ Այդ Ալիևն էլ ասում է լինելու է։ Զանգեզուրի միջոց չի լինելու, Ալիև ասում է լինելու է։ Ալիևի դու բարդ ոչ թե չի լինելու, պետք է չլինի։ Պետք է ոչնչացնենք ադրբեջանցիներին, բայց այդ ասելով որ գցենք Ադրբեջանի որևիցե ասածին մեր իշխանությունները իրավաչափ հակադարձում չեն տվել։ Լավ, հիմա ինչի՞ չեք վստահում իշխանություններին։ Ինչի պետք է վստահեմ իշխանությունը ո՞ր մի բառին վստահեմ։ Այդ բանը Սերձեշտի պրիվետ at Զիմզիմովային վստահ, այդ ո՞ր մի բանն է իշխանությունը ասե։ Խոսում էր հարկային terrorist բերեց հարկերը ավելացրեց։ Գույքը հարկը բարձրացրեց։ Ասում պետք է տան, պետք է վճարեն։ Այս մարդը քերթում, ասում հարկ վճարողը հերոս է, հարկ վճարողը հերոս չի։ Հարկ վճարողը իր պարտականությունն է կատարում, բայց հարկ վճարողին հերոսին չի կարելի քերթել։ Եթե անգամ դուք հերոս է։ Հերիք եղավ գժի տեղեք դրա այմարտես մար։ Այս ազգին գժի տեղես դեռ Նիկոլ Փաշինյան։ Նիկոլի ո՞ր խոսքին հավատանք։ Մի հատ խոսք կա, որ այդ մարդը ճիշտ ասում, որ հավատանք կամ չհավատանք։ Ամեն ինչս են շեղում աշխա։ Ես այդ իմաստով չի ասել, վրեն բռնում են ասում դու Ռոբերտ Քոչարյանի աջակից տես ասել, սես կանեմ, ոչո ժեստիկ, ասպես դες բան չեմ ասել, կարող է ասել եմ, բայց դա ուրիշ իմաստով եմ ասել։ Հիմա վերադառնանք ստատուս քվոյի ստեղծման այդ տարածաշրջանում Ադրբեջանի նոր հայտարարությունների։ Ստատուս քվոն Սա պետք է ինչ համարժեք պատասխան ունենար։ Համարժեք պատասխան պետք է, այսինքն այս իշխանության կողմից համարժեք պատասխան չի կարա լինի։ Միակողմանել ենք պատրաստ խաղաղության պայմանագիրը կնքել։ Ինչ անելու։ Միակողմանի։ Հո խելագար չէ, միակողմանի պայմանագիրը որ։ Մարի գիտես ինչ կա, այդ նույնն է ոնց որ ես ասեմ գնում եմ միակողմանի բանակցեմ։ Մենակս ինքս իմ։ Բայց ամեն դեպքում պայմանագիրը կնքելու համար կան որոշակի նախապայմաններ։ Չէ՞ որ իրոք դες բանը։ Նախապայմաններ։ Չէ՞ իրոք ասեմ միակողմանի պայմանագիր։ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ եմ տալիս, գնա միջոմի երկի։ Պատրաստ են խաղաղության պայմանագիրը։ Հա, միակողմանի պայմանագիրը ո՞րն է։ Միակողմանի պայմանագիրը լինում է երկկողմանի։ Նկատի ունեն այն կետերը, որոնք արդեն համաձայնվեցել են։ Իմիջիալոց կետերիպով Նորայր Նորիկյանը հայտարարել է, որ 17 կետերի հեղինակները բացառապես ազերբայաններն են եղել։ Նորայր Նորիկյան։ Այսինքն Նորիկյանը, փաստաբան Նորիկյանը, ասում է, որ բոլոր այդ 17 կետերի հեղինակները ադրբեջանցիներ են։ Այսինքն իշահ Հարցն այմարտ Ադրբեջան, մի կարճ հարց։ Ադրբեջանը պետք է Հայաստանի սրտով ինչ-որ կետ գրել այնտեղ։ Հարց, հարգելի հայրենակիցներ։ Ամբողջ ըստ Նորայր Նորիկյանի, ես հավատում եմ Նորայր Նորիկյանի, 17 կետերի հեղինակները ադրբեջանցիներն են, որը որ իմ կարծիքով եւ գիտակից հասարը հակահայկական, հակաբարոյական եւ հակազգային ու հակապետական, ինչպես իք ասում, ապապետական քայլ է։ Այս պայմանագրի տակ եմ ես ստորագրել, եթե տենց է։ Ու տենց է հավատում եմ։ Դա է պատճառը, որ տեքստը չեն հրապարակում։ Դե տեքստը չեն հրապարակում, բայց հիմա որոշակի բաներ ասել են, բայց հիմա այսպես կոչված ընդդիմությունը գիտի այդ տեքստի բովանդակությունը։ Մեռան խոսալով պատեպատպալով դա հակահայկական տեքստ է։ Իրանցի պատը ոնց է, ճաքել է։ Ասպա պատը ճաքել է ոնց որ, հա, ճաքել է պատը։ Այդ պատը բանից է, տիտանիումից է, այդ պատը հնարավոր չի լինի, բանի պատն է։ Ինչ են ասում, չինական պատն է։ Չէ, հասկանում եք մենք ինչքան ենք ընկեցիկ դառել քաղաքական առումով։ Մենք այնքան, ես այս բառը պետք է օգտեմ, ծայրահեղ էժանագին այդ վենետիկյան մարմնավաճառն ենք դառել, այս մեր քաղաքական գործիչները, մենք ասելով ի նկատի ունեմ քաղաքական գործիչներին։ Մեր քաղաքական իշխանությունը այնքան է իրան ցած գլորել, ինք իրան այնքան է արժեզրկել վաճառել, այնքան է իրեն նվաստացրել, որ Սերժ նախկին ներկայիս տանդեմը, իդեմը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն, որ իրենք չեն էլ հասկացել թե ուր են տանում։ Այս Նիկոլ Փաշինյանը մի քիչ բամատ խորհուրդ տամ քեզ, Նիկոլ Փաշինյանը մի քիչ քեզ սիրի ու քո թիմակիցը թող մի քիչ իրենց գնահատել։ Դուք մտեք տեսեք ադրբեջանցիները ինչպես են խոսում գործող իշխանության վարչախմբի հասցեին։ Մի քիչ ձեզ սիրեք, ամոթը ով են Ադրբեջան։ Ես հիմի իրանց տեղը ամաչում եմ, որ կակոնիբուց ՃԿԼԱՍ-ի ինչ որ падգամավորը նույնիսկ սպառնում են, ասում են Հայաստանին կոչին։ Տեսեք, ընդ մեջլիսի падգամավորները սպառնում են։ Գոնե այդ ամոթն ու պատիվը ունեցեք։ Իմիջիալոց այս Մովսես Հակոբյանի 4.5 միլիարդ դրամի գույքը, հա, մոռացանք։ Ռոբերտ Քոչարյանի գեղեցիկ, փոքրիկ, գողտրիկ խրճիթը, յուղակը բանում Իսակովի պողոտայում արժի 4 միլիարդ 31 միլիոն ՀՀ դրամ ըստ դատախազության բանի պահանջի։ Այդքան է պահանջում այդ տան համար։ Տեսեք, այդ Ռոբերտ Քոչարյանի դղյակը, Գագիկ Խաչատրյանի դղյակը, N-Musi գործարարների Քետինի Միհրան, չգիտեմ, Նեմեց Ռուբովիչ եմ այդ կարկառուն դեպքերը, գեներալներ, որոնք ունեն տներ, շինություններ, կալվածքներ,
Այդ ամեն ինչը, սիրելի հայրենակիցներ, զինվորների, մեր ժողովրդի կաշին քերթած մաշկած այդ գումարներն է, որոնք որ քերթվել ու մաշկվել են ու դարձել են իրենց սեփականություն։ Մարի ջան, Ռոբերտ Քոչարյանը 12 միլիոն դոլար ստում որտեղից աշխատել է, տանջվել է, նախագահ է եղել։ Օրինակ են բերում, ասում են, բա նախագահ չէ, Անգելա Մերկելը գնացել է բանում ապրում է, Վարչով ապրում արդեն բանից հետո։ Խոսե Մուխիկան, ինչ էր անունը, այ մոռացա, Ուրուգվայի նախագահը։ Այդ օրինակը ձեզ։ Գիտեք, այս հայերի վատը որն է։ Մի կամ մի խումբ հայերի, չէ, լավ օրինակը մեզ պետք է։ Այ վատին կդիմենք վատ օրինակով։ Ռոբերտ Քոչարյանը հարց է տալիս, ասում միլիարդ հատել։ Ռոբերտ Քոչարյան քու բանակցության սխալ բանակցային գործընթացների, մադրիդյան խայտարակ սկզբունքների արդյունքում, այնտեղ մինչև այդ Քիվեստ, որ ասին դիմեղրին փոխանակեն, Կազան, Բիշքեկ, չգիտեմ, այդ սաղ այդ սխալ բանակցությունների արդյունքն է, որ մենք ուսել ունենք այն ինչ ունենք։ Նիկոլ Փաշինյանն էլ դե պարզա, այլևս համաձայն եմ, ինքն է տվել։ Ասում էր սկսում եմ զրոյական կետից, ասում էր։ Ասում էր պետք է ես անենց անեմ, որ անեմ, բան անեմ, ոնց ուզենք պես բանակցում, բանակցեի, քեզ խափում մարդկանց։ Քեզ խափել մարդկանց։ Հիմա էլ բանը ինչ են ասում։ Մայլ ասում է սահմանադրությունը պետք է անպայման։ Սահմանադրություն ավետ, սահմանադրություն ամբողջ այն Ամիր Բեկովը, Էլչին Ամիր Բեկովը, ասում է, դες բան չկա ինչ Ադրբեջան։ Մեր իշխանությունը սուտ է, լեկտի սուտ է, դες բան չկա։ Խեք խափում։ Էլչին Ամիր Բեկովը սրիկան ընդեղից վերականում հայտարարում ասում է ամբողջությամբ այդ տեքստը համաձայնեցված է մեր հետ, մենք ենք խորհուրդ տվել, ըստ ասում են դες բան չկա, հիմա ես ում հավատամ լավ։ Լավ էս կարգի ամեն տենց ոլորտ չկա, որ մենք մի հատ սաղ մինուս է մարի։ Կգմսեն մինուս։ Մշակույթ բանը, դե մշակույթ չկա։ Հանրային խորհուրդը ձևավորվել չգիտենք ինչ խորհուրդ է հələ, դա էլ մի կողմ։ Ժողովրդի շահեր արմիություն գոյություն չունի, ԱՊՏ գոյություն չունի աշխատանքի պետակ։ Այսինքն այս երկիրը, այսենց իմպերիա կռախ իմպերիա, ես քայքայվում եմ։ Ես դա եմ տենում։ Աշխատանքային ժամին զանգում ես մի հատ տեղ, մի հատ հարցով վեկալող չկա։ Ժամը 2:30 վեկալող չկա, 3-ին վեկալող։ Ու բոլոր գերատեսչությունները, բոլոր նախարարությունը մինչև զանգում ընկնում ես, բա երկիրը ոնց է կործանվում։ Հիմա քանի որ խոսեցին գերատեսչություններից եւ զանգերից, արցախցիների նստածույցը շարունակվում է եւ ինչպես եք վերաբերվում։ Ես հարգում եմ արցախցիներին, ես երբեք արցախցիների հանդեպ վատ բան չեմ ասի։ Եթե մարդիկ կան, որ այդ իչին վիրավորական հայտարարություններ, բան նրանք հասկացեք, դուք մեծագույն հանցանք ու զանցանք եք գործում։ Եթե կան որոշակի արցախցիներ, որոնք որ սրիկան են եղել կամ ամբարիշտ կամ ամբարտավան են եղել, խնդրում եմ բոլոր ազգին Արցախի մեր հայրենակիցներին մի ընդհանրացնեք այդ ժողովրդի հետ։ Մեր արցախցի եղբայրներն ու քույրերը կապ չունեն այդ քրյա օլիգարխիկ իշխանության հետ, որտեղ իրենք նույնպես վատ պայմաններում են ապրել։ Ես գնացել տեսել եմ Արցախում ոնց են ապրում էլի։ Թող չասեն, որ իրանք այնտեղ լավ են ապրում, ով որ գնացել է Տակջուր, Խարվաճար, Ցար, ով որ գնացել է Հադրուտ, Ակնա, Կովսական, Զանգելան, Սանասար ներողություն եւ հարակից մյուս շրջանները, աջրական տեսել է ժողովրդի ապրել է, պետք է հիշեք իրենք այդ ընդեղ ապրել է մենակ էլիտան, կերե խմե քեֆեն արե, օդ իդո։ Դե այսօրվա էլիտայից էլ կարծես թե արցախցիներ արդեն պահանջներ են։ Այ դա հարգեցի, Այս վերջին ակցիան, որ կատարվեց, եւ Շահրամանյանից էին պահանջում։ Դե պահանջում։ ես հարգեցի դա, այո, թող բերեն տան։ Նիկոլ Փաշինյանը ինչ խոսքս ապաշնոր սխալ ղեկավարը դառնում կասկած չկա։ Բա Ռոբերտ Քոչարյանը ակտիվացել է, բլբուլա կտրե, իրան տալիս է պատեպատ, հիմա Լևոն Քոչարյանն է խոսում մեր, ասպան ինչ որ մեզ արել են հեչ, բայց որ Արցախին են արել։ Տո այ երիտասարդ դու կյանքիդ մեջ այդ Արցախի համար, այդ ինչեր ես արել, ինչ ես տվել այդ Արցախին, Արցախցուն։ Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը մի 10 դրամի լումա տված կա Արցախցուն։ Ինչ արի Արցախցումը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, կամ չգիտեմ Լևոն Տեր, ոչ մի բան, Մարի ջան, իրանք Արցախը, իրանց համար Արցախը։ Դե հիմա այլ արցախցիներն ասում են թալանել են, եթե ասում եք թալանել են, թալանը բերեք մեզ բաժանեք, մենք էլ կարողանանք մեր հարցերը բաժանեն, այդով պետք է, եթե քանի գոյություն ունի հակակոռուպցիոն Հայաստանի բնակիչների վրայից կհանենք մեր բեռ լինելու հնարավորություն։ Գոյություն ունի հակակոռուպցիոն կոմիտե, գոյություն ունի սոցիալական հարցերի նախարարություն, ելնելով չի պետք է արդյունք երևա։ Հիմա ինչ են ասում իմիջիայլոց այդ բանի հետ կապված մոռացա ասեմ, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո ԵԱԿ Մինսկի խումբը կլուծարվի եւ ԵՄ դիտորդական արգելությունը չի գործի։ Էս էլ մի հատ հայտարարագ է, թե sense բան եղավ, աբսուրդ է։ Դա նշանակում է Ադրբեջանին լրիվ տար քարտ բլանշ, այսպես ասած պոկերի
տուզը, հա, այսպես ասած ղարի բանը, ղարի տուզը տալ Ադրբեջանի ձեռքը, սա կլինի խայտարակություն, թե ԵԱԿ Մինսկի խումբը, որը տասնամյակների պատմություն ունի, լուծարվի։ Սա խայտարակություն է, ինչ լուծարվի։ Բայց այդ լուծարումը կարծես թե մեզանից չի։ Ումից է բա։ Ամեն դեպքում մենք չենք Եթե որոշել ով իրենք։ միջազգային որպես Միջազգային դիտորդները ասում են մենք չենք ուզում լուծա։ Միջազգային դիտորդները ասում են եթե դուք խնդիրներ կա չլուծված հարցեր կա։ Կարծի ունեմ միջազգային իրավունքի տեսակետից այդպես չի, որ մենք ուզում ենք եւ դա լուծարվում է։ Չէ, միջազգային իրավունքի տեսանկյունից Արարատ Միրզոյանը միջազգային իրավունքի տեսանկյունն է հայտնում։ Եթե խաղաղության պայմանագիրը կնքվում, ապա պետք լուծարվում է ինքնըստինքի, այսինքն ամեն ինչ նորմալ է։ Բայց միջազգային իրավունքը նաև ասում է, եթե ժողովուրդների հանդեպ տեղի ունեցել էթնիկ զտում եւ միջազգային իրավունքի կարևորագույն դրույթներից մեկը Լեմկին ինստիտուտի 129 էջանոց զեկույցն է, որտեղ հստակ ասվում է, որ եղած ցեղասպանություն եւ էթնիկ զտում։ Դրա համար միջազգային ատյանները, այդ թվում նաև Հագայի քրեական դատարանը, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, այդ թվում նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, դա միջազգային ինստիտուտներ են, Մարիկ ջան, այդ թվում նաև ԵԽԽՎ-ն, հա ԵՄ-ն, Եվրախորհրդարանը, բոլոր այդ ինստիտուտները պետք է ձեռնամուխ լինեն եւ աչալուրջ լինեն Հայաստանում ընդհակառակ շարունակեն դիտորդական, ոչ միայն դիտորդական առաքելությունը, այլև այստեղս կողմնակից են, որ ֆրանսիական եւ եվրոպական ուժերը զորքմցեն, պայմանագիր կնքի վերևի ֆրանսիական ուժերը։ Փրկությունը ոնց եմ տեսնում։ Փրկությունը տեսնում հետեւյալ կերպ։ Հայաստանը պետք է ռազմավարական պայմանագիր ու դաշինք կնքի Ֆրանսիայի, Հնդկաստանի, Պարսկաստանի եւ մի շարք Հայաստանի բարեկամ երկրներից, ով որ կարող է զորքով, ով որ կարող է զենքով։ Պատերազմը սարի հետևում չի։ Ադրբեջանը երբեք խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո հարձակվելու է Հայաստանի վրա։ Խախտելու է միջազգային օրենքները, միջազգային իրավունքի կարևորագույն ասպեկտներն ու դրույթները։ Խախտելու է տարածքային ամբողջականության, ազգերի ժողովրդի այս դեպքում Հայաստանի ինքնորոշման իրավունքը եւ նա համարում է Հայաստանին ֆաշիստական երկիր։ Եթե մի երկիր քեզ քո հանդեպ այդպես է տրամադրված, խաղաղության պայմանագիրի օրակարգը ուղղակիորեն կեղծ օրակարգ է։ Կապված ցեղասպանության հետ հիմա ադրբեջանցիները բլբուլ են կտրել, ստահակսրիկանները հիմա ասում են ցեղասպանություն չի եղել։ Տեսեք, արդեն այնտեղ 24-նա չէ, սա լեզուները երկարել է, եղաբակը երկարի, թուրք իրենց սրիկա եղբայրն են ուզում պաշտպանել։ Ուրեմն ցեղասպանության օրակարգի մասով Արսեն Թորոսյան կոչված երևույթը, Արարատ Միրզոյան կոչված մարդը մի քանի ամիս առաջ հայտարարեցի, որ ցեղասպանության հարցը առաջնային օրակարգ չէ։ Ես պատասխանում եմ այս ամբիոնից, քանի որ շուտով նաև 110-ամյակն է մի քանի օրից, 2-3 օրից։ Հարգելի հայրենակիցներ, նմանատիպ հայտարարություն տարածողները կլինեն պաշտպանության նախարար, կլինի արտաքին գործերի նախարար կամ չգիտեմ վարչապետ։ Հայկականության հայի հետ որևիցե կապ չունեն։ Եթե իրենք անգամ ասում են մենք չենք ժխտում, դուք չեք կարա ժխտեք, որովհետև ցեղասպանության գործոնը անժխտելի փաստ է։ Ճանաչվել է 30 եւ ավել երկրների կողմից, սա 1։ Ճանաչվել է Լեմկինի ինստիտուտը, սա 2։ Դուք պետք է մի բան հասկանաք։ Ցեղասպանություն ժխտող ցանկացած մարդ ոչ միայն պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, այլ նաեւ նրանք ովքեր որ ասում են ցեղասպանության օրակարգը երկրորդական կամ երրորդական է, այդ մարդիկ նույնպես պետք է ամոթի սյունին գանվեն, դատապարտվեն նոր ձևավորվելիք քրեական դատավորության օրենսգրքով եւ ստանա ամենախստագույն պատիժը հ օրենքով եւ համադրության սահմանված կարգով։ Նմանատիպ մարդիկ տեղ չունեն հայ ժողովրդի կողքին, հայոց ցեղասպանության հարցն է չի, որ դա մեր ուրախությունն է, մեր ողջ տխրությունն է, դա մեր դարավոր ողբն է եւ սրբոց նահատակած հիշատակի մեր հայրենակիցները այդպիսի հայտարարություն անողները խարխլում են նրանց հոգեխռով հոգիները։ Պետք է նրանց շիրիմները, նրանց անգերեզման, այսպես ասած ոսկորները մենք խնկարկող հիշող լինենք եւ նմանատիպ ցեղասպանությունը առաջնային երկրորդական ցեղասպանությունը միշտ եղել է, կա, կլինի, կմնա առաջնային օրակարգում, որովհետեւ դրա մասին է նաեւ խոսացել մեզանից շատ Ջեկի Սփիերը, Նենսի Փելոսին, Ֆրենկ Փալոնեն, մեր սիրելի Ադամ Շիֆը։ Հայկած դուք խաղաղության կողմնակից։ Ես Ադրբեջան ոչ։ Ով կասեր։ Ովքեր մեզ դիտում են, ուրեմն մեզ դիտող, ոգևորված մեզ դիտող մի րոպե, ինչ ռեսուրսներ ունենք, ինչու է այսպես ոգևորված։ Պրովոկացիոն ձեր հարցերին պատասխանում եմ, մեզ դիտող, չէ, պրովոկացիոնը պատասխանում եմ, ես խաղաղության որ պրովոկացիոն ես խաղաղության կողմնակից եմ, բայց ում հետ։ Այո, Ադրբեջանի հետ ես խաղաղության կողմնակից չեմ։ Ադրբեջանի հետ ես չունեմ խաղաղության ճանապարհ, որովհետև Ադրբեջանը չի ճանաչել իմ տարածքային ամբողջականությունը։ Ես գիտեք երբ կարող խաղաղության կողմնակից լինեմ, Մարի ջան, պատասխանում եմ։ Երբ որ Ադրբեջանը ներեգություն կխնդրի
կվճարի Հայաստանին հզոր մեծագույն ռազմատուգանք այս 30 տարվա ընթացքում կընդունի ցեղասպանությունը Արցախում էթնիկ զտումները ծնկի կգա եւ Ադրբեջանի Բաքվի կենտրոնում Գանձակում կտեղադրի ոնց որ գերմանացիները տեղադրեցին հոլոկոստի հուշարձաններ կտեղադրի Արցախյան մեր հայրենակիցներին ոչի ցեղասպանություն գործելու համար հուշարձաններ կգնի մեր ոտքերը կաղերսի ներում կճանաչի կվճարի խոշոր ռազմատուգանքներ կասի որ իրենք քոչվոր ցեղեն եւ ազգը եւ Հայաստանն է այդ հողերի տերն ու տիրակալը Հայաստանը պատմական Արցախի կարգանում եմ պատմական Արցախի հայ ժողովրդի անբաժանելի մասի տերն ու տիրակալը երբ որ նույն Ալիևը նույն ադրբեջանական կլանը կասի սիրելի հայ ժողովուրդ մենք ծնկած դեզանից ներողություն ենք հայցում ու խնկարկում ենք ու մեզ պետք է ընդունեն որպես տիրոջ կարգավիճակով այդ ժամանակ կմտածենք խաղաղության մասին ահա իմ պայմանները Ալիևի ու ադրբեջանական կլանի ձեր ասած պայմանները հնարավոր է այդ ոնց եղավ իրենց ասած պայմանները Ադրբեջանի կեղծ օրակարգը կեղծ նարատիվները պետք է հնարավոր լինեն որը որ գոյություն չունի չկա որովհետև պատասխանում են որովհետև մեր իշխանական նախկին ներկա թևը իրեն պահել է ոչ այսպես կոչված հզորի հուշկուի կարգավիճակում։ Իսկ ինչ երաշխիքա որ նոր է, եթե դրենք 26 թվականի ընտրություններից նորը, երաշխիքը պետք է տա գիտակից հասարակությունը եւ ոչ թե ամբողը, այ ազգը։ Երաշխիք գիտեք ո՞նց է լինելու։ Ով որ այդ նախընտրական պլանը հայտարարությունը տա բանը, ինչ են ասում, այդ նախընտրական ծրագիրը Քարոզարշավի ժամանակ մոռացա անունը։ Քարոզարշավի ժամանակ ով որ նախընտրական ծրագիրը տալիս է Էլի Արցախն է շահարկելու։ Ինչ են անելու։ Էլի Արցախը շահարկման թեմա է դա։ Չէ, շահարկում հենց այդ իմիջիայլը շահարկման թեմա չէ։ Կամ պետք է ասած անեն, կամ պետք է հրաժարական տալ։ Ասես էլի ժողովուրդ ընտրվեց։ Դե ասածների չեն անում, բայց հրաժարական էլ չեն տալիս։ Էդ ով, էս իշխանությունն է, ասում եք 26 թվական։ Ես խոսում եմ 26 թվականի մասին։ Ինչով ենք վստահ, որ ովքեր են գալու եւ պատասխանեցի միայն այն մարդիկ, երբեք մարի, այն մարդիկ, ովքեր ունեցել են քաղաքական մաքուր հետագից, ճիշտ անցյալ, ճիշտ մաքուր հայացքներ դեպի ապագան նրանք չեն խափի։ Մեկը ես, այն ինչ որ ասել եմ, արել եմ ու անելու եմ։ Իմիջիայլոց Խորեն Աբրամյան մատ լավ խոսք, ասում է ճապորացիները ինչը հայրենասեր չեն, նրանք քիչ խոսում են, շատ գործում են։ Ողորմի քեզ Խորեն Աբրահամյան ջան, ու այն կեղծ հայրենասիրությունը կեղծ պաթետիզմը ամենավտանգավոր զենքն է։ Եթե դու հայրենասեր ես կամ դու ասում ու անում ես այն ինչ որ ժամանակին քո պապերն են պատգամել եւ մեր հերոսները, կամ դու ուղակի խոսում ես, սովորաբար մարդիկ ճիշտ ասես կերտամենը խոսում են։ Իսկ ովքեր են քաղաքական արենայում կանգնած։ Ովքեր։ Հələ մա դրանց անցյալը նայա։ Brabus-ով, Range Rover-ով, Maybach-ով, Ferrari-ով, Lamborghini-ով այդ միտինգ են անում։ Իմիջիայլ անցած ընտրությունների բանի միտինգների ժամանակ գալիս են Maybach-ի ճիշտում են այդ որևիցե օլիգարխ որևիցե կեղի ժողովրդին կեղիքած հարստարած մարդ չի կարող ժողովրդի շահերի մասին մտածի։ Նա մտածում է իր գրպանը, իր բյուջեն ավելացնելու, որից որ կաթից ծիծիկից կտրվել է ժողովրդական լեզվով ասած։ Դրանք իրաց շահերի մասին են մտածում, ոչ թե ազգային շահերի մասին են մտածում։ Եվ Արսեն Թորոսյան կլիմել ասում է այլ ազգիներով բնակեցնենք։ Քո դու փոքր մոնո Արսեն Թորոսյանն է, չի ասել։ Դու փոքր երկիր ես, ինչ այլ ազգերից ես խոսում։ Դու այլ ազգերի մասին մի խոսա, այ խելոք, դու խոսա հայ ժողովրդին հայրենադարձության ծրագրի մասին, որ ունեցել են 3 հատ, եթե չեմ սխալվում։ Դու նույն ամերիկայությանը կոչ արա որ գան Հայաստան, նույն բանի Ռուսաստանի հայերին, Ավստրալիա հայերին կոչ արա որ գան։ Խի մենք ում մարդ չունենք, պետք է այլ ազգիներին մենք գան, մոնոէթնիկ պետություն սարքենք։ Մենք չունենք 10-15 միլիոնից ավել հայ կա աշխարհում։ Այդ 5 միլիոնը գա Հայաստան։ Ստեղծեք պայմաններ։ Յութենական պետություն կարող է դառնալ։ Վայ։ Այ մարդ, դες գիտեք, այդ ուղղակի չեմ ուզում Վարդան Ղուկասյանը կասպախի են ինձ վիրավորում, խի են ինձ անպատվում, խի են ինձ ձեռ առնում։ Այդ ասողները սատանաներ են, դևեր են։ Հարգելի Վարդան Ղուկասյան։ Ես հիմա իմ կարծիքը ձեր մասին չեմ հայտնի, չնայած մի քանի անգամ ասել եմ դուք սիրում եք ասեք, ընդամենը 2 հատ կրակել են բան մի անգամ խոսում էր իր որդու հետ կապված։ Ումեն ձեր ասած միութենական պետություն, ասում ես Եվրամիությունը չի ընդունել։ Ումեն Եվրամիությանը դուք գոյություն է ստանդարտներ չափանիշներ որ պետք է ընդունի։ Այո, ես հիմա էլ եմ ասում Եվրամիությունը, եթե ընդունում ենք Եվրամիություն, պետք է մենք գտանք վաբան, Մարի ջան, կամ ընդունում է 2 տարվա մեջ մեզ հատուկ կարգավիճակ տալի, կամ թե չէ այդ օրակարգը կերծ է, բայց այդ միութենական միությունը կամ պետությունին ինչ խելուխաբար դե։ Լավ է դու ես քո բերնով ասում Վարդան Ղուկասյան որ ռուսը դվեց այդտեղ ռուսից պահանջենք Կարսի պայմանագրի վերանայում անցել է 100 տարի։ Բա հորը 10 մեռնեմ 100 տարի անցել է Վարդան Ղուկասյան ջան։
Դու չգիտես որ ռուսը այդ մատն իր ռուսի մատնա խառնում որ Ժիրինովսկուն իրան իմիջիայս համատում Ժիրինովսկու հետ բա Ժիրինովսկին ասում մենք ծախեցինք հայերին մուսապատ կուսակցության հետ Բայց կերոսինը վեր, կերոսինային գործակի գը, բա հիշի այդ պատմությունը, ռուսը չի փոխվել, Վարդան Ղուկասյան, մենք պետք է մեզ փոխենք։ Ես Գյումրիում չգիտեմ իրադարձությունները ոնց կընթանան, բայց մոռացեք միութենական պետության մասին։ Ստեղծեք ձերը, միասնականը, ուժեղը, նորը, ատելության տեսանք ինչ ռեգեներացիա է Գյումրիում, ինչքան որ ասեցի Ոչմ քաշքշում էին հայում են մեկը մեկին ցեղը շփոթել քաղաքական մեր Հայաստանում քաղաքական մշակույթ ասված ձևավորումը գոյություն չունի չկա մեկը լուսանդեպ հարգանք տեսեք ես Քոչանից կան ժամանակ քննադատել եմ բայց որևիցե կերպ հավյանք ատելության խոսք իր ընտանիքից մատիկան ընտանիքին է խառնում չէ երեխային չի կարելի նման օրինակ վարկագից բայց Ռոբերտ Քոչանն էլ ասում է 26 թվականի ընտրություններում մենք մեր թիմը պետք է հաղթի հիմա էլի գալու է էլի սկսում է նախի ներկա խաղը Ես կոժողորդին, քանի որ հաղորդումը մոտենում իր ավարտին, կոչ եմ անում։ Մի գնացեք հներ, նորեր, նախկին ներկա։ Գնացեք այն մարդկանց հետևից, ովքեր ունեցել են փայլուն դժվար լուսագից, ովքեր անցել են մաքուր ճանապարհ։ Մարի ասած մեր սիրելի Մարի Պետրոսյանի պատասխանը, ովքեր են այդ մարդիկ։ Այդ մարդիկ են մարդիկ են, ում անցած ճանապարհը երբեք չի եղել անբարոյական ուղիներով եւ ապագան լի է խոստումներով։ Ես մաղթում եմ, որպեսզի մեր հայրենակիցները այդպիսի մարդկանց հետևից գնան։ Մենք էլ մեր թիմն ենք ստեղծում, մենք էլ ենք պատրաստվում ես ընտրություններին 10 տված առաջ Աստծո կամոք հայր որդի Սուրբ Հոգի, մասնակցեն, քանի որ նաև զատիկ է շնորհում եմ բոլորիս զատիկը, Քրիստոս Արիավի մերոց օրհնել հարությունը Քրիստոսի եւ զատիկին շրջում մի քիչ մեղքերից ազատվենք, մի քիչ ապաշխարենք, մի քիչ ավելի բարի դրացիական կերպով նայենք այս կյանքին։ Բայց թուրքերին չի ազգա ես քրոնիկ ատելություն ունեմ, որտեվ նրանք այդքան եկեղեցի քանդեցին, Մարի ջան, այդքան սրբատեղիներ ու մեհյանը բաներ։ Նույնիսկ իրենց բաներն են ավիրել, բսկիտներն են ավիրել գցելով հայերի վրա, մոռացա ասեմ։ Իրենց բսկիտները ավիրել են, այն ինչ որ նույն Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորում մսկիթը կառուցելու համար։ Մենք իրենց մսկիթներին, իմիջիայլոց Հենամատել մսկիթ կա Երևանի կենտրոնում, տեսել եք մենք արհամարական։ Նրանք նույնիսկ գերեզմանոցներ ունեն այստեղ, որոնց ձեռք չեն։ Այո, ձեռք չեն տալի։ Եվ սա վառապացույցն է, եթե մի ազգ իր սեփական ձեռքով խոջալույի ջարդն է կազմակերպել։ Իր սեփական ժողովրդին է մորտել շարը գցելով հայերի վրա, պատկացեք այդ ազգից ինչ խաղաղության մասին է։ Գոլդա Մեյերի խոսքերով էլ հավանաբար այսօր հաղորդում եմ։ Մի դու չես կարող գնալ խաղաղության այն մարդկանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու։ Իսրայելի 4-րդ վարչապետ Գոլդա Մեյեր։ Ես կարծում եմ Մեյերը, Չերչիլը եւ իհարկե Մարգարիտ Թետչերը նմանատիպ մտքերով շատ ճիշտ են եղել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ այսօրվա հաղորդման համար, հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում կրկին կհանդիպենք այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։